Բարև ձեզ, այսօր պատրաստելու եմ հավի կրծքամսով լանգետներ, այնուհետև պատրաստելու եմ սենդվիչներ հավի կրծքամսով։ Ուրեմն լավ այսպես ծեծում ենք հավի կրծքամիսը, համեմելու ենք աղով, սև պղպեղով, երկու կողմից էլ։ Բոլորը համեմելուց հետո թողնում ենք մոտ 10-20 րոպե լավ համեմվի։ Մի քիչ բուսայուղի մեջ սխտոր ենք լցնում, մոտ 2 ատամիկ։ Եվ արդեն մեր կրծքամիսը կտապակենք երկու կողմից։ Լանգետը պատրաստ է, արդեն անջատեցի, թողնում ենք սառի։ Հիմա ես սենդվիչի համար նաև հացեր եմ պատրաստում, գրտնակել եմ, սովորական հացի խմոր է։ Այստեղ մի քիչ բուսայուղ կտարածեմ։ Այսպես կծածկեմ, կիսալուսնաձև, վրայից կտարածենք ծվի դեղնուցը, վրայից էլ քունջուտ կցանեմ, այսպես, նախորոք ջեռոցը տաքացրեք, 225 ջերմաստիճանում եմ թխելու։ Եվ 15 րոպեում կթխվի, 10-15 բարակ են լոշիկները։ Հացերը արդեն պատրաստ են, տեսեք ինչպես է բացվում, սա բուսայուղի հաշվին է այսպես բացվում, որ բուսայուղ էինք տարածել մեջտեղում, տեսեք, հեշտ բացվում է։ Բոլորը թխեմ, նոր վերջում ցույց կտամ։ Հացերը պատրաստ են, տեսեք ինչքան լավ է ստացվել։ Լանգետը պատրաստ է, լցոնելու եմ պաներով, պղպեղով, լոլիկով, թթու վարունգով եւ հազարի տերևներով։ Հիմա բոլորը կլցոնեմ, վերջնական տեսքը ցույց կտամ։ Ամբողջը լցոնեցի, տեսեք ինչքան գեղեցիկ են ստացվել, խրթխրթան լոշիկներով։ Դուք էլ պատրաստեք, շատ հետաքրքիր եւ համեղ տարբերակ է։ Այսքանը, բարի ախորժակ ցտեսություն։